Ինչի ոչ մեկ չի խոսում այս մասին։ Ես շատ եմ հանդիպում on-line էջերի, փոքր բիզնեսների էջերի վիդեոներ, որտեղ իրենք իրենց ապրանքն են ներկայացնում, բայց մարդիկ ինչ մեկնաբանություն են տակը գրում։ Ասենք այդ մարդը ցուցադրում է զարդատու, տակը մտնում են, իրենց թվում է իրենք շատ բարեխիղճ են ու գրում են. «Այս թեմայում դրանից 800 դրամով կա, դուք 2000 եք վաճառում»։ Դե արի ու մի ասա, լավ է անում, կարում անում, դու էլ կարաս, դու էլ արա։ Իսկ մարդու աշխատանքը կարաք ինձ ասեք որտեղ է մնում։ Հա դու կարաս պատվիրես Թեմոյից, կարաս պատվիրես Wildberries-ից նմանատիպ ապրանքներ, բոլորը չի որ կարող են կատարել մեծ շեմով պատվեր ու ռիսկ անեն, որ ապրանքը չի համապատասխանի իրենց տեսած նկարին կամ վիդեոին։ Շատ մարդկանց համար կարևոր է արագ ստանալ։ Հարց ունենալու դեպքում կապվել տվյալ վաճառողի հետ, արագ։ Հետո էլ եկեք անկեղծ լինենք, էլի աշխարհում բոլոր բրենդները, այն ձեր իմացած լավ խանութները են, որ գնում եք լավ առևտուր եք անում այդտեղից, իրենք էլ են ինչ որ տեղից գնում ու ձեր վրա թանկ վաճառում։ Ինչ հիմա գնաք իրանց հետ կռիվ անեք, ասեք դուք էժան եք բերում, ին վրա թանկ եք վաճառում։ Կամ օրինակ մեկը փուրը ժողով հացը ստանում է օրինակ 100 դրամով, ձեր վրա վաճառում է 300 դրամով։ Ինչ գնալու եք փռին ասեք, ձեզ 100 դրամ են տվել, ինձ էլ 100 դրամ տվեք։ Եկեք հասկանանք, որ դա on-line shop է։ Մարդը ապրանքը ընտրում է ձեր փոխարեն, բերում է, նախորոք վճարում է, երբեմն ռիսկ է անում, պահեստավորում, ներկայացնում, ռիլեր նկարել, մշակել։ Այդ ամեն ինչը ժամանակատար է ժողովուրդ։ Այդ ամեն ինչը կոչվում է աշխատանք։ Ու այդ ձեր մտածածը չի է, էժան առա թանկ ծախ։ Եթե քեզ համար առաջնայինը գինն է, պատվիրի ինտեղից, որտեղից ուզում ես։ Եթե ինչ որ մեկը շատ թանկ է վաճառում ու գինը հարմար չի, հավատացեք մարդիկ չեն գնի։ Ձեր մեկնաբանությամբ շուկան փրկելու կարիք չկա։ Ու վերջում խնդրում եմ, եկեք չարժե զրկենք ոչ ոքի աշխատանքը, որովհետև գուցե ամեն մեկն էլ հենց այդպես է կարողանում պահել իր ընտանիքը, իր երեխային կամ միգուցե հոգալ ինքն իր ծախսերը։